Ողջույն ժողովուրդ ջան, ալգանքներս բոլորիդ, հուսամ եթերը ձեզ հետաքրքիր կլինի ու կփորձեք այնքիցել եւ տարածել ովքեր որ ջուն գրանցված չեն, եթե հետաքրքիր կոնտենտը, իսկ մենք այստեղ քննարկում ենք քաղաքացիներով, թե ով ինչպիսի մանիպուլյացիաներ է փորձում անել կամ մենք ինքներս ինչպես ենք հասկանում այն ինչ որ տեղի ունենում, ուստի եթե դա ամենը ձեզ հետաքրքիր է, խնդրեմ կարող եք բաժանորդագրվել եւ զուգահեռ համել կզրուցենք, փորձում ենք երբեմն ինտերակտիվ երկխոսություն ծավալել, հաշվի առնելով ուղիղ եթերի ընթացքում հարցադրումները, այդպես։ Շնորհակալություն բոլորիդ միանալու համար, ժողովուրդ ջան։ Մի քանի վայրկյան մինչև հավաքվեն մեր ընկերները, մի 2-3 օր եթե չէի արել, ինձ թվում էր որ համացանցում բավականին լավ տարածվում այն ինչ որ տարածվում է ու մարդիկ իսկապես ճիշտ կողմնորոշում են իրենց գնահատականի մեջ, բայց արի ուտես որ շատ դեպքերում դրանք կարող են այնքան էլ լուրջ գնահատականի չանդրադառնալ չարժանանալ, որովհետև մենք sense Facebook-ը կավա թերթենք, TikTok-ը թերթենք, համացանցերը բոլոր Telegram ալիքները եւ այլն, ինչ որ բան տեսնենք, արագ անցնենք առաջ ու չհասցնենք իրան խորքային լուրջ գնահատականի արժանացնել, որն էլ հենց կարող է հետագայում մի ամբողջ ճակատագիր արժանալ մեզ վրա, հա։ Ուստի ես կարծում եմ, որ պետք է այս մասով որոշակի երկխոսություններ ծավալել ամենայն դեպս։ Ընդհանուր միջև ոչ միայն հարցերին պատասխանել կամ գնահատականներ տալ, այլ առհասարակ փորձել զրուցել դրա մասին առնվազն։ Գիտեք, այսպես են աշխատում կայքերը, համացանցերը, նրանք եթե դրա լրատվական ինչ-որ բան է կամ ամենայն դեպս փորձում է այդպեսին է լինի, լինում է երկու տեսակ, ովքեր որ իսկապես աշխատում են կոնկրետ հրահանգավորված եւ երկրորդ տեսակը, որ աշխատում են զուտ իրենց դիտումները ապահովելու համար անկախ նրանից թե ինչ կտեղադրեն։ Երկու դեպքում էլ ոչ մեկը ոչ մյուսը հետաքրքրված չեն հանրությանը, հասարակությանը տրամադրել արժեքավոր տեղեկություն այն իմաստով, որ խորքային երկխոսություն կլինի դրա շուրջ, որովհետև ընդհանրապես վերցնել այս նորությունը տեղադրել, այն նորությունը տեղադրել, մենք այսպես կթերթենք ինչ որ կամ լուրջ կվերաբերվենք կամ չենք վերաբերվի ու կանցնենք առաջ։ Իսկ դա այդպես ոչ մեկին հարմար չի։ Ոչ թե ոչ մեկին հարմար չի, կներեք մի քիչ սխալ երևի ձևակերպեցի, այլ դա իր արդյունավետությունը որպես լրահոս է հենց ցուցադրում, իսկ ինչ կարծիքը կազմեն քաղաքացիները եւ ինչպես դրանք կաշխատեն, դա արդեն երկրորդական է դառնում։ Ուստի ես կարծում եմ, որ կան իրավիճակներ, որտեղ որ պետք է մի պահ կանգ առնել, ոչ թե միայն թերթել, այլ մի պահ կանգ առնել, գնահատական տալ եւ այդ գնահատականը տալ ոչ թե տվյալ պայի համար, այլ բոլոր ժամանակների համար, ինչու ոչ։ Կամ թեկուզ ընտրություն կատարելու համար արժևում ընտրություններ են ու դրանք հաստատ պետք է գան։ Ուրեմն մի նյութ աչքովս ընկավ, իհարկե կան շատ թեմաներ կարևորագույն թերևս, որոնք կարելի է երևի քննարկել կամ ակնկալում եք կքննարկենք, գեոպոլիտիկ իրավիճակներ կամ ներքաղաքական վիճակում, ով ինչ ասեց, ես էլ կարող եմ մտնել, այստեղից ինչ որ էմոցիոնալ բաներ ասել, այդպես ինչ որ դիտումներ ապավել, բայց դա այդքան էլ ճիշտ չի։ Այո, երբեմն այն ինչ որ էմոցիայով ես ասում եմ, ես դա հենց ասում եմ, բայց ամեն դեպքում պետք է փոքր նյուանսների վրա գոնե մի պահ կանգնել, սառել։ Ուրեմն աչքովս մի նյութ ընկավ 24 News-ն է հրապարակել Վանաձորում ինչ որ մի հատ անցում մի հատ սիրուն բան են սարքել այդտեղ տաշիրը, եթե չեմ սխալվում։ Ատրակցիոններ, բաներ էր աշխիսել, ամեն դեպքում ժամանցի կենտրոն։ Այն անցումներից մեկում, որը որ ամբողջովին աղբակույտի էր վերածվել։ Աչքովս ընկավ նայում եմ, դե մտածում եմ, չի ասում, հա լավ, նորմալ բան է, լավ բան է, վատ բան չի, դե պիտի աղբ լիներ, մարդիկ վերցրել են ինչ որ բան են սարքել։ Մյուս կողմից մտածում ես, ասում ես, իսկ ինչի պիտի աղբ լիներ, հետո մտածում ես, թե իսկ ինչի Հայաստանի Հանրապետության երրորդ քաղաքը պիտի այդ վիճակում լիներ, ու այսպես գնում ես մտքերի հետևից։ Ես առաջարկում եմ մի հատ այս նյութը դիտենք միասին, ժողովուրդ ջան, ու փորձենք գնահատականներ տալ, էլի այնուամենայնիվ, սա նորմալ է, թե նորմալ չի։ Վանաձորի հենց սրտում տարիներ շարունակ այս գետնանցումը վերածվել էր աղբանոցի ու հասարակական զուգարանի։ Ամենաբանուկ հատվածում գտնվող տարածքը խորհրդային տարիներից ի վեր մնացել էր անտեսված ու անմխիթար։ Նույն վիճակում էր նաև հարակից այգին։ Այսպես էր մինչև 2018 թվականը։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ եւ ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրումներով տարիներ շարունակ անտեսված տարածքը վերածվեց ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիրի։ Ընդհանուր գաղափարը հետեւյալն էր՝ ստանալ քաղաքի պաուզա տանք։ Իրենք էլ են ասում մինչև 18 թվականը։ Կներեք, իսկ մինչև 18 թվականը այն մնացածը հեչ։ Խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության երրորդ քաղաքի մասին, երրորդ իր մեծությամբ, բնակչությամբ, խոսքը գնում է մի քաղաքի մասին, որը երկրաշարժից շատ է դժուժել նաև, այս ամեն ինչին գումար ենք էլի։ Ու երկրաշարժի հետ կապված աղետը վերացնելու համար շատ լուրջ ֆինանսական հոսքեր են եղել Հայաստանի Հանրապետություն։
Եթե անգամ լինի որևիցե մեկ ասի, դե այդ գումարները չէին կարող բավարարել քաղաքը վերականգնելու համար, միևնույնն է, հաջորդ հարցը մնալու է օդից կախված։ Իսկ ո՞նց է ստացվում, որ դուք միլիոններ ունեք։ Հայաստանի Հանրապետությունում լինելով ղեկավար պաշտոնների ունեք միլիոններ։ Գիտեք, ես ամենայն անկեղծությամբ եմ ասում, ես կարող եմ ասել, որ այո, պատրաստ եմ ու բոլորս ենք պատրաստ եղել ինչ որտեղ վատ ապրել, բայց եթե վստահենք, որ մեր գումարները ուղղվում եւ կառավարվում են նպատակային ձևով, այսինքն եթե այդ գումարները չեն բավարարում, ես կարամ դա ընդունեմ, ասում դե գումարը չի բավարարում, բայց ես չեմ կարողանում ընկալել ոչ մի կերպ ու որևիցե մեկը սրանում չի կարող ինձ բացատրություն տա։ Ես չեմ կարող ընկալել, որ ես ունեցել եմ կառավարիչներ, տո չկլասի падգամավորներ ու ոնցից այսօր դրությամբ մի 10 հատ կենտրոնում տուն են վերջ բանանում ու հակակոռուպցիոնով, բայց այդ վայրերը մնացել են այդ անմխիթար վիճակում։ Խոսքը նայեք ինչ քաղաքի մասին է։ Ու այնտեղ մի հատ գետն անցում, որը տասնամյակներով եղել հանրային զուգարանի ավերացել։ Կներեք, հիմա գանք մյուս կողմին, իսկ որտեղ է եղել հանրային հասարակական դաստիարակությունը, պետական դաստիարակությունը, որ նման վայրերը չվերածվեն հանրային զուգարանների։ Ես դες ավելին ասեմ, գոնե այստեղ նորմալ է, որ պատզեմքի մասին է խոսքը, բայց մշակույթի տաներ են հանրային զուգարանների վերածվել, որովհետև երկրորդվել է այդ ամեն ինչը, հասկանում եք, մշակույթը եղել է անպետք մի բան։ Այդ դրա համար մենք այսօր էս վիճակում ենք։ Պետական դաստիարակությունը որտեղ է եղել։ Ու ընդ որում չեն համաձայնվում, մինչև 18 թիվը դա է եղել։ Եկեք շարունակենք խոսել։ Ֆունկցիոնալ համալիրի վերամտեսված ու անմխիթար։ Նույն վիճակում էր նաև հարակից այգին։ Այսպես էր մինչև 2018 թվականը։ Ազգային ժողովի նախկին падգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ եւ ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրումներով տարիներ շարունակ անտեսված Ընդ որում այս նախկին падգամավորների այս թիմերի շնորհիվ ա եղել, որ դա հանրային զուգարանների ա վերածվել։ Հիմա եկել լավություն են արել։ Եկեք լսենք լավությունը ինչու մա կայանում։ տարածքը վերածվեց ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիրի։ Ընդհանուր գաղափարը հետեւյալն էր՝ ստանալ քաղաքի կենտրոնին համահունչ ճարտարապետաշինարական տեսք եւ նաեւ իր օգտագործելիության ֆունկցիոնալության տեսակետից էլ բազմակողմանի լինի։ Եթե տեսնում եք, նախատեսված են գրեթե բոլոր հնարավորությունները մեր Վանաձոր համայնքի բնակիչների համար։ Գետնանցումը կգործի նաեւ որպես անվտանգ անցուղի, քանի որ վերևում Տիգրան մեծ փողոցն է եւ գիտեք ինքը բավականին բանուկ փողոց է։ Այսօր այստեղ գործում են խաղային գոտիներ, ժամանցի եւ հանգստի վայրեր, կինո։ Ուրեմն այսքան տեղը ասեմ, էլի։ Նախ ոչ ես, ոչ ձեզանից որևիցե մեկը սիրելի հետևորդներ, ընկերներ, քաղաքացիներ չենք կարող գնալ վերցնել այդ տարածքը դարձնել մեզ համար բիզնես գոտի, բիզնես հետաքրքրության ինչ որ, եթե իշխանությունները դա չթույլատրեին, հա։ Այսինքն, տեսեք, տեսել են, որ կա անցում, որը որ պետք է կառուցել ինչ որ բայի, առաջարկություն է եղել, որ փոխադարձ փոխշահավետ ինչ որ բան անեն, այսինքն մեկը վեր ասել է, եկեք սա կառուցեմ, մեջը դնեմ այս ամեն ինչը, համ մաքուր կպայեմ, համ հետևողական կլինենք, համ անվտանգ կլինի, համ էլ ես էլ փող կաշխատեմ փոխարենը։ Վերջ, սա բիզնես ծրագիր է։ Ձեր բիզնես ծրագիրը որպես լավություն, երբ ոնց եք սկսելու մեր վզին չպատատել, արա, ինչի տեղ եք մեզ դրել ախր։ Ինչ այդ գիտեք, ես վստահ եմ, որ այո, դա կարող է դառնալ Վանաձորի բնակիչների սիրելի ժամանցային վայրը, այո, դա նորմալ է։ Ես ինքս եթե այցելեմ Վանաձոր, շատ հնարավոր է այդտեղ իմ ժամանակը անցկացնեմ։ Շատ հնարավոր է ու դա նորմալ է, դա բիզնես է։ Ոչ ոք ինձ լավություն չի անում, եթե ես այդտեղ փող եմ ծախսում, հասկանում եք։ Այս ինչ մենտալիտետ է, վերցնել բիզնես ծրագիրը, վաճառել ժողովրդի վրա որպես արված լավություն։ Սա ինչ է, ում եք ապուշի տեղ դնում, արա, չի կարելի, էլի, չի կարելի արա։ Չի կարելի։ Եթե դու օրինակ կառուցել ես մի բան, որից որ փող ես աշխատելու, ինձ մի արի ասա, նա ինձ սիրուն բան եմ սարքել, քո համար եմ այդ սիրուն բանը սարքել։ Դու ինձ համար մի ֆիգա ոչ մի բան չես կառուցել ու չես էլ կարող կառուցել, որովհետև սրտիդ մեջ ես իմ տեղը չունեմ, դա նորմալ է, բիզնես ծրագիր է դա։ Մի հատ պատզեմ կա վերցրել են բիզնեսը դրել են, լավ ձեռի հետ էլ մաքուր են։ Բան ասում են, դա տեսեք լավություն են կարել քաղաքի ժողովրդին, կապ բուտ այդ քաղաքի մարդիկ էլ գալ են, անվճար կայֆավատ լինեն։ Չկա այդպիսի բաները։ Լավ, գիտեք ինչ, հնարավոր է դու արել ես դա, բիզնեսը այնքան էլ իրան կարող է այն գումարները չի բերում, որը որ դու ակնկալել ես, ու կարող է զրոյով ես դուրս գալիս կամ կարող է դաժե ինչ որ չափով մինուսով ես դուրս գալիս, բայց անգամ այդ պարագայում դա լավություն չի։ Եթե մինուսով ես դուրս գալիս, դա չստացված բիզնես ծրագիր է։ Վերջ, եկեք հասկանանք, որն է նորմալ բան, որը լավ ծառը ուղեղով դատենք։ Բայց տեսեք, սիրելի վանաձորցիներ, այստեղով մի ժամ անցնում եք հանրային զուգարան էր, հիմա մենք այդտեղ ատրակցիոն ենք դրել, փող ենք աշխատում։ Ու ինչ արա։ Ու ինչ ցնդելու բանը հասնում, նայեք ինչ են ծախում մարդկանց վրա, էլի, ինչ են ծախում։ Ընդ որում, հələ ես չեմ անդրադառնում նրան Կարեն Կարապետյանը, ով էր ու իր բանը աշխատակազմի ղեկավար կամ падգամավոր լինելու ժամանակ, ինչի համար պիտի այդ մի հատ պատզեմքեն լիներ այդ վիճակում։ Կամ չեմ անդրադառնում նրան, թե բանը, ազգությամբ հայ մարդով միլիարդատերա որքանով է նորմալ, որ իր երկրում է պատզեմ կայա սարքում։ Սրան դեռ չեմ անդրադառնում, հասկանում եք։ Այս ինչ եք ծախում մեզ վրա։
Ես ինչ եք ծախում։ Հույս ունեմ, ու գիտեք ինչ, վստահաբար այդ հույսը որոշ տոկոսով կարդարացվի է, որ մարդիկ կլինեն, որ կասեն, այո, դա մեզ լավություն արել, իսկ ինչ էր առաջ, հիշում եք ինչ էր առաջ, տեսեք հիմա ինչ մաքուր է, գեղեցիկ է, ու կգնան իսկապես ձայն կտան, հասկանում եք։ Առանց խորանալու դետալների մեջ, առանց խորանալու, որ այդ հնարավորություն, իսկ մրցույթ հայտարարվել է, իսկ ով ինչ ուրիշ առաջարկ կա ունեցել, իսկ ինչի առհասարակ քաղաքապետարանը իր ուժերով դա չի կառուցել այդ պատժամիջոցը, իսկ այս սրանք հարցեր են, որոնց տակից ոչ նախքին ձեր պատգամավոր ասված Կարենը Կարապետյան տակից դուրս կգա, ոչ թե Աշիշ Սաման, ոչ մյուսը հասկանում եք, չեն կարող տակից դուրս գալ, ոչ էլ նրանց սիրելի ղեկավարները, բայց այնուամենայնիվ շարունակենք սա դեռ վերջը չի։ Եվ հանդուստի վայրեր, կինոկենտրոն։ Տարածքը դարձել է հանդիպումների, ընտանեկան զբոսանքի եւ երիտասարդական ակտիվ կյանքի կենտրոն։ Բնակչության համար շատ հետաքրքիր լուծումներով եւ առաջարկություններով հանդես կգա այս համալիրը, իր մեջ ներառելով նաեւ կինո դիտման վայր, թեկուզ փոքր սրահով, բայց Վանաձորում այս պահին միակը կարելի ասել նման ուրբանիզացիոն լուծումներով համալիր ունենալը Վանաձորի համար շատ գրավչություն կապահովի մեծ եւ տուրիստերի եւ նաեւ քաղաքը հաճելի կդարձնի հենց համակարգացիների համար։ Կենտրոնի բացման օրը վանաձորցիներին շնորհավորելու են եկել հայտնի արտիստներ՝ Գարիկ Պապոյան, Սոնա Ռուբենյան եւ Նեմրա խումբը։ Այսօր վանաձորցիները ստանում են հնարավորություն ունենալ կինոթատրոն, ժամանցային կենտրոններ, մի բան, որի պետք է չսպասել, որը հենց աշխարհում հայտնվել էր, պետք է միանգամից տեղել հայտնվել։ Ուղղակի ինչ պատճառներով ես չգիտեմ, ինչի է այդպես եղել։ Այդպես է եղել, արդար չի սխալ եղել, բայց ես ուրախ եմ, որ կան գազམ་ակերպություններ, մարդիկ, ովքեր ջանք ու երան չեն քնել, շտկել են դա։ Ուրախ եմ, որ հաջորդ անգամ եթե սնեմ Վանաձորում իմ երեխան հետս լինի, ես կիմանամ, որ ժամանցի կենտրոն կա, կգնամ իր համար զբաղվի կապահով։ Շատ մեծ նվեր է կա։ Գարջան, աղբորպես ցավդ տանեմ։ Ես քեզ շատ եմ հարգում, իսկապես շատ եմ հարգում, Գարիկ ջան քեզ։ Բայց եւ այո, նաեւ քեզ հետ համաձայն եմ այն առումով, որ մարդիկ լինում են, որ ժամանակին չեն գիտակցում, չեն անում, հետո ինչ որ մի բայ գիտակցում են ու փորձում են շտկել այդ բաց թողումը։ Բայց խոսքը այստեղ կրկնեմ, մեր քաղաքի, մեր երկրի երրորդ քաղաքի մասին։ Լավ, ես հասկանում եմ արտիստները, եթե նրանց հրավիրում են ինչ որ միջոցառումների, անկախ նրանից ինչ միջոցառում է, ինչ որ բանի բացում է, ինչ որ բանի փակում է, ինչ որ պետական տոն է, ինչ որ ոչ պետական, բայց տոն է, ես հասկանում եմ, որ արտիստները փոխադարձ պայմանավորվածության գալով ֆինանսական առումով գնում են եւ գեղեցկացնում են տվյալ օրը, բայց հետո սա ախր սա լավ բան չի եղել։ Գիտես, ես այո, հենց նույն Գարիկի մասով կարող եմ մի փոքր պահանջկոտ երևից է ինձ դրսևորել որպես քաղաքացի, որովհետեւ այնուամենայնիվ նա հանրային շոու բիզնեսի մեջ ամենահանրային մարդկանցից է եւ իր խոսույթը հանրային է։ Ես ինքս կարող եմ հանրային դրան արձագանքել, հուսամ նա նույնպես պատրաստ առհասարակ նման բաներ լսելու, հատկապես որ իսկապես արգալից բանի մեջ է լինելու այդ ամեն ինչը։ Բայց Գարիկ ջան, գիտես ոնց է, ես քեզ հետ համաձայն չեմ կարող համաձայն լինել քո մեկնաբանության հետ։ Այո, շատ լավ է, որ եթե գնանք Վանաձոր, ես ինքս էլ որ գնամ Վանաձոր, կարող ենք դրանից օգտվել։ Սա բիզնես գործունեություն է։ Հասկանում ես, դրանից ավել ոչ մի բան չի, ու դու դա ինքդ ինձ լավ գիտես։ Ինքդ ինձ լավ գիտես։ Ինչու՞մ ինչև մի եղել, այ դու ինքդ ես չի ասում 21-րդ դարում, երբ որ աշխարհում ինչ կա ու Հայաստանի նման երկիրը, որ ունեցել է հնարավորություն դա ունենալ։ Եթե ունեցած չլիներ հնարավորություն, ես կասեի, հա, ոչինչ լավ, հիմա ենք սկսում, հիմա ենք գնում, բայց ունեցել ենք մենք այդ հնարավորությունը, մի մեծ բանի մասին չի խոսք։ Այսօր աշխարհի մի հատ ցանկացած մոլում դա կտեսնես, ընդ որում մոլերի մի մասը հայերին պատկանող։ Կարելի է թողնել սա սրան։ Ինչ է, ախր քաշվում եք ուղիղ գնահատականներ տալ, քաշվում եք։ Ձեր գործն է, ես չեմ պարտադրի իհարկե, բայց մի փոքր ավելի, եթե խոսքը գնում է նման բաների մասին, իմ կարծիքով արվեստի մարդը պիտի չափազանց շատ ավելի անկախ իրան դրսևորի եւ ուղիղ լինի հասարակության հետ, որովհետեւ ոչ մեկ քեզ այտենց չի աջակցել, չէ՞ որ դու գտալ հավաքես քեզ հարգողներ, սիրողներ, հավաքես քո երկրպագուներին։ Ոստի ինչ ես շերեփ վատնում դա։ Դու ոչ մեկին պարտական չես, պարտք չես։ Դու քո գործունեության արդյունքում ես ասել, չէ՞ դրան։ Որ այսօր ունես մեծ աուդիտորիա, մեծ երկրպագուների բանակ։ Դա քո շնորհքն է, չէ՞, որովհետեւ մեկը չի եկել քեզ նվիրել դա։ Ոստի ինչու՞ ես այսօր նրանք սառը հաշվարկ են արել եւ օգտագործել են ճանաչված մարդկանց, ոչ թե օգտագործել են վատ իմաստով, այլ իրենց բիզնես գործունեությունը, որպեսզի PR-ը մեծ լինի, բնականաբար փողել կա, ինչի համար չհրավիրել ավելի ճանաչված մարդկանց։ Սա է իրենց հաշվարկը, ու դու դա լավ հասկանում ես, բոլորս ենք դա լավ հասկանում։ Բայց հետո եկես պետք է խոսում ես դրա մասին։ Սիրուն միջոցառումը արել եք, շատ լավ է, ֆինանսական պայմանավորվածության շուրջ, ամեն ինչ նորմալ է, նորմալ չի, դա ձեր երկուսի գործն է։ Ընդհանուր առմամբ, բայց հետո ինչ ես աջակցում, որպեսզի այս իր սառը հաշվարկը
Ինչպես ինքը նախատեսել է վաճառել մեր էմոցիաների վրա, դու նույնպես աջակցում ես դրան։ Ես վստահ եմ, որ դու դա չգիտակցելով ես անում, իսկապես վստահ եմ, որովհետև ընդհանուր առմամբ ես ասել եմ, որ բավականին լուրջ հարգանք ունեմ քո Ես համար։ իմանամ ժամանցի կետ որքան գնամ իր համար սպառնուկը կապահով։ Շատ մեծ նվեր է կարծում եմ Վանաձորի վարաձորցիների Սա նվեր համար։ չի, Սոնետ ջան, ձեզ շատ եմ սիրում, իսկապես շատ եմ սիրում ձեզ։ Սա նվեր չի։ Նվերը վճարովի չի լինում։ Ու վերջ։ Ու վերջ, ինչ ուզում եք, բայց գիտեք, բա լավ կլիներ, որ այնպես չէ, լավ չէ լինի, հարցը դա չի։ Բայց սա նվեր չի։ Ինչքան ցիրկն է նվեր կրկեսը, այնքան էլ այդ պատզեմքեն, այ ձեր ցավը տանեմ, սա նվեր չի։ Մի խուրդեք մեր վրա դա, մի մեզ կծեք պարտքի տակ, նվեր եք ուզում դիտարկեք, ռադի բոգա, գնացեք վայելեք ձեր նվերը, մեզ մի կծեք դրա տակ, գիտեք ինչ, մի քիչ թասիբով նամուսով հայ մարդիկ, կարող է ֆրեն ասել այս հավատ, դու ով ես նվեր ես արել ինձ, դու ով ես, չէ, Սոնա ջան, սա քեզ է վերաբերվում, մեծ արուստին է վերաբերվում, դու ով ես ինձ նվեր ես արել, ես քո նվերի կարիքն եմ ունեցել, նման տեսքով, ես ինչ յանին ես բարերարություն ես ծախում վրես, սա հարցեր կա, սա տրամադրություն կա Սա այնքան խորքային հարցեր կա, որովհետև երբ որ նվեր անելու ժամանակը կար, երբ որ երեխեքը մի տարեկան են, այդ վաղ ինչ որ Վանաձորի մասին հիշող չկար։ Այդ երեխեքը գնացել են բանակ, մի մասը զոհվել են, մյուս մասը հետ են եկել, անցել են արդեն չգիտեմ, հաշմանդամ, կիսահաշմանդամ գործ են անում, միձև գլուխներն են պահում։ Այսօրվա դրությամբ հիշել են, որ ընդդեմ absolute քաղաքացիներ կա։ Եկել են մի հատ բացեմ, գիտակ բիզնես են դրել, մի քիչ սիրուն լուսավորություններով ու ռեմոնտով, ասում են նվեր, ձեր ցավը տանը, մի քիչ զգուշ ոնց ձեր խոսույթը։ Խնդրում ենք մի քիչ զգուշ, սա նվեր չի։ Ժորժ ջան, եթե սա նվեր է, ես պատրաստ եմ այստեղ ներկայ բոլոր դիտորդներին, ամեն մեկի առնվազն մի կարևոր բան նվիրեմ, բայց փողով։ Կընդունեք նման նվեր։ Այս չի լինում, չի կարելի։ Այս մտածելակերպ եկեք հանեք էլի մեր ժողովրդի միջից։ Մի մխեք անընդհատ։ Հանեք այս մտածելակերպը հանեք։ Սա բիզնես ծրագիր է։ Լավ է, դա թող գնան մտածեն իրանք բիզնես դնողները եւ քաղաքապետարանը թույլատրողները։ Всё։ Հա, հավես ավոր բազան գիտակ գոզահուտ չի գալիս ու վերջ։ Բայց դրա չգալուց ինչքան ես եմ շահառում, մի երկու երեք այդքան իրանք, վերջ։ Ինչն է ինչին նվեր։ Բնակիչ իրավունք ունի իր քաղաքում ունենալ նման ուրեմն կենտրոններ, չգիտեմ, նման տեղեր, որտեղ իրանք կարող են գնալ, լավ զգալ իրենց եւ չտարբերվել մայրաքաղաքից։ Գիտեք, ես համաձայն եմ, որ բոլոր քաղաքներում, գյուղերում նույնպես պետք է լինեն ժամանցի վայրեր, որովհետև երիտասարդները այդտեղ են մնում, հա։ Եթե չկան ժամանցի վայրեր, երիտասարդներին սկսում է գրավիչ չդառնալ, տվյալ բնակավայրը իրանք քիչ-քիչ սկսում են լքել դա։ Բայց մեկ ինչ են ներկայացնում էլի, այսինքն 35 տարի անց, չէ՞ ինչ 35, 88-ից էս կողմ։ 38 տարի անց մի հատ պատզեմք են, տեսեք վրեքներս ինչ են ծախում։ Մի հատ պատզեմքի մասին է խոսքը։ Որտեղ որ մեկը բիզնես ծրագիր է։ Ինչ է եղել, Գնել ջան Ծառուկյանը ասում է վարչապետը թող վախենա Գյումրի 2-ից մենք հաղթելու ենք Քոչարյանին։ Ես չեմ տեսել այդ բանը ճիշտ ասած այդպիսի հրապարակում, բայց անգամ չեմ էլ ուզում ասեմ թող իրենք վախենան, որովհետև այստեղ բոբոձածաներով չենք, մենք իրավագիտակից քաղաքացիներ ենք ու առհասարակ եթե վախենալու բան կա, պետք է սկսեն վախենալ սովորեն ապուշները, ովքեր որ մինչև հիմա չեն հասկացել, որ իրենցից ցանկացած մեկը ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ցանկացած մեկը ունեն հավասար իրավունքներ մեր պետության մեջ։ Ինչ է, ով ինչից վախենա։ Ինչ են ներկայացնում իրենցից, որ վախենա։ Ինչի՞ պիտի վախենա։ Վախենա ինչից։ Վախենա ինչից, որ հանկարծ կարող մի հատ էլ պատզեմ կա իրանք սարքեն փող աշխատելու համար։ Ինչից վախենա։ Չէ, գիտեք ինչ կա այդպեսի բան, որ մի քիչ տոկարակ միտ մարդիկ լինում են շատ դեպքերում համախ, որովհետև չեն հասկանում վախը ինչ է, էլի։ Բայց ամեն դեպքում չէ կարելի դիմացինին ստիպել, որպեսզի նա վախենա ինչ որ բանից։ Թող Ծառուկյանը վախենա, կամ Ծառուկյանի, Քոչարյանը կամ Օթևանյան Անդոն վախենան, որ կարող է ինչ որ մի օր, եթե հանկարծ իրենք լինեն երկրի ղեկավարը, չհասկանան թե ինչի ղեկավարն են։ Ու շատ հնարավոր է մի օր պետություն չլինի, ու իրենց ծերունդները շատ բարդ իրավիճակում հայտնվեն։ Թող իրենք գնան Լուկաշենկոյի բեղերը սիրեն, սանրեն, խնամեն, որովհետև դա մաքսիմումն է։ Ամեն դեպքում նյութին ամբողջությամբ դեռ ծանոթ չեմ ուսումնասիրել, ավելի լավ է շատ մանրամասն չխոսեմ, իսկ վախերը հետո առաջիկայում հիմա նոր ամեն ինչ սկսվում, թող խոսեն։
Թող խոսեն, խնդիր չկա բացարձակ։ Թող խոսեն, միևնույն է իրենք իրենց խոսքի մեջ ամեն նախադասության մեջ 5 բառի օգտագործելուց մեջը 10-ը սխալ են անում։ Գնել մի կտոր հող չեմ կարող առնել, տուն սարքեմ, ընդամենը $4000 է։ Վաղը եթե իրենք առնեն, ես ստիպված գնալու եմ այդ քայլին։ Ես չեմ հասկանում Կարեն ջան, ինչի մասին ես խոսում։ Կիսատ է երևի ներկայացված։ Փողերով են վախացնում, դա համար չպետք է օլիգարխներին թույլ տան ընտրություններին մասնակցեն։ Տեսեք, Նայիրի ջան, այստեղ ես առաջարկում եմ մի փոքր զրուցենք։ Շատ լավ է, որ ես բանը գրել եք, շնորհակալություն, որովհետև հիմա շատ փորձում են մանիպուլյացիաներ անել, օլիգարխներ, ոչ օլիգարխներ եւ այլն։ Տեսեք, օլիգարխ ով է կոչվում։ Օլիգարխ կոչվում է այն մարդը, ով որ միլիարդատեր է, բիզնեսմեն է, միևնույն ժամանակ գտնվում է կառավարման դաշտում, պետության, ու կա հնարավորություն որ իր դիրքորոշումները օբյեկտիվ չեն լինի, կծառայեն իր բիզնեսին, այսինքն իր ազդեցությունը կօգտագործի իր բիզնեսի վրա։ Մնացածին փակելով։ Սրանք օլիգարխներ են։ Իսկ մեծահարուստ բիզնեսմեններ են։ Դա նորմալ է, երբ որ երկրում կան շատ մեծահարուստներ ու շատ բիզնեսմեններ։ Դա ոչ միայն նորմալ է, դա անգամ լավ է, որ կան, դա խոսում է պետության լավը լինելու, հարմարավետ լինելու, նպաստավոր պայմաններով լինելու մասին։ Հիմի այս պայդրությամբ շատերն են ասում, բա ասում եք, հիմի Ծառուկյանը օլիգարխ է, թե չէ, ոչ օրիգարխ չի հիմա Ծառուկյանը։ Ոչ էլ Տաշիր Սամոնը օլիգարխ է այս բaragայում։ Բայց այն պահից, երբ որ իրենք դառնան դարձյալ կառավարող ուժ, դեռ օրենսդիր մարմին լինելու մասին չեմ խոսում, հա, ազգային ժողովի պատգամավոր լինելու մասին դեռևս չեմ խոսում կառավարող ուժ, այսինքն մարդիկ, ովքեր ոչ թե օրենքներ են առաջարկում, այլ կառավարում են պետությունը, այս բaragայում դարձյալ կդառնան օլիգարխներ։ Սա է։ Ինչ որ մի ժամանակ այո, նրանք եղել են պատգամավորներ, բայց միևնույն ժամանակ օլիգարխներ, որովհետև այդ ժամանակ մեր երկիրը նախագահական երկիր էր։ Ես չեմ կարծում, որ մեր Հայաստանի Հանրապետությունում մեր քաղաքացիները այլևս թույլ կտան, որպեսզի օլիգարխներ լինեն կառավարության մեջ, որովհետև դա մենք բոլորս տեսել ու մեր քթներին կերել ենք դրա բաները։ Ձայնս ծախելու եմ եղբայր ծախ, յապեր քո գործն է։ Հիմա գրժան օլիգարխա, թե չէ։ Տես, ես հենց նոր Արման ջան, երևի թե այդ հարցին պատասխանեցի, նախ ասենց ասեմ, ինքը բիզնեսմեն է, այո։ Ես չի ցանկանա նրան տեսնել առհասարակ անգամ որպես падգամավոր, եթե անկեսնենք, որ այս հարցադրումը չլինի, որովհետև հետո ես քեզ երկար պիտի բացատրեմ այն նույնը, ինչ մինչև հիմա ասացի, հա, որովհետև երբ որ մարդը գնում է, օրինակ, Արման ջան, հակընդդեմ այս տամ քեզ, Թրամփը օլիգարխ է, թե չէ։ Նա բիզնեսմեն է եղել, հիմա Միացյալ Նահանգների նախագահն է, նա օլիգարխ է, թե չէ։ Ոչ, որովհետև եւ Խաչատուր Սուքյասյանը նույնպես ոչ, որովհետև նրանք, Խաչատուր Սուքյասյանի մասով ասում, падգամավոր հանդիսանում իր բիզնեսները դրված է այլ կողմ կառավարման, ինքը որպես падգամավոր հանդես գալիս եւ կառավարողը չի ինքը ոչ էկոնոմիկայի նախարարությունում, ոչ չգիտեմ կառավարիչ է, ես միջը, այնուամենայնիվ այո, իշխող ուժի падգամավոր է, այստեղ որոշակի հնարավոր է որ թուրնկալման տեղ լինի, իսկ ինքը թող որոշի կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը թող որոշի, կարելի է ունենալ այդպես, թե չէ, բայց այնուամենայնիվ ես չեմ հիշում դեպք, որ Խաչատուր Սուքյասյանը ասենց սղացած լինի օրենք, որտեղ որ ինքը օգուտ է քաղում ու վերջ մնացածը ոչ։ Այսինքն կամ իր բիզնես շահերի արդյունքում տրոհվում են կամ տրորվում են մյուս բիզնեսմենների շահերը։ Այսքանով ասենց համառոտ կփորձեմ պատասխանել, դա մի քիչ ավելի խորքային բան է, եթե դու մինչև հիմա ինքդ չես հասկացել։ Բայց այն ժամանակ, երբ որ կային օլիգարխներ, ովքեր որ, ասենք, օրինակ, կա Հայաստանում մի բան, որը դու կարող ուզես ներմուծես ու գրզում քեզ խանգարի։ Կա այդպիսի մի բան, որ իր բիզնեսը քեզ խանգարում է աճել։ Օրինակ այն ժամանակ այդպես էր։ Կարող է ասած սղացրած լինի, բայց դու չիմանաս դրա մասին։ Չեմ կարող չիմանալ, որովհետև ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Այսինքն sense տնից ես զգալու եմ այն վրա։ Եթե դու էլ ուզես, դու էլ կսկաս։ Հենց այդ հարցն է տալիս Արման ջան։ Կա մի բան, մի բիզնես, որը դու ցանկանում ես ձեռնարկել, բայց քանի որ գրզոն նույնպես ունի այդ բիզնեսը, քեզ ճնշում է, որպեսզի դու դա չձեռնարկես, սա մեկ։ Երկրորդ, կա այնպիսի բիզնես, որ դու ուզում ես ձեռնարկես, բայց Խաչատուր Սուքյասյանի վերած օրենքը կամ օրինագիծը խանգարում է քեզ դրանում։ Կա մի բիզնես, որ դու ուզում ես ձեռնարկես, բայց քեզ ձեր բաժեստում տեսել են ու ասել են հələ փորձովի ձեռնարկես։ Չկա չէ իմ կարծիքով, եթե կա, խնդրեմ, ասա, ես բարձրաձայն եմ, կգնամ կասեմ ազգային ժողով, խոստանում եմ փոխարեն միտինգ էլ կանեմ, ասեմ, նա դուրս եկեք տեսնենք, ես ինչ այստեղ կատարվում։ Չկա այդպեսի բան, չէ։ Եթե չկա, ուրեմն չկա։ Իսկ եթե ուզում ես համեմատականներ տանենք, խոսքը մենակ իր մասին չի, ու մենակ ներմուծման մասին չի։ Հասկանալի է, ես իմ կարծիքով ընդհանուր պատասխանեցի։ Ինչ որ պատասխանեցի վերաբերվում է ներմուծելուն, արտահանելուն, ստեղծելուն, արտադրելուն, խուրդելուն, ամեն ինչի վերաբերվում է։ Ունես այդպեսի խնդիրներ, թե չէ, ասա բարձրաձայն ենք, ես ինչ որ կաշկանդվածություն չունեմ այդ առումով, եթե ուզում ես իմանալ։ 4000% թե
դրամ չգիտեմ ինչի մասին է խոսքը, այստեղ ձեն են ծախում մարդիկ, անցնենք առաջ լավ։ Անցնենք առաջ ու այսպեսի թեմա է։ Մեր Աշոտյանն է փորձել հերթական անգամ ազդել մեր զգացմունքների վրա, ահա այսպեսի տեսանյութով ու առհասարակ այստեղ խոսքը Աշոտյանը չի մենակ, առհասարակ նման խոսք փորձում են տարածել։ Խնդրեմ։ Երեկո, լավ իմացաք։ Ադրբեջանի հետ Սիրիախաղի մեջ Նիկոլը ուրացել է եւ նվիրել է Ալիևին, նաեւ Արցախի հոգեվոր մշակութային ժառանգությունը, որ ստեղծվել է հայ ժողովրդի կողմից հազարամյակների ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը վերջին 1-1.5 տարվա ընթացքում չի բարձրաձայնել եւ որևէ ամբիոնում եւ որևէ հարթակում խորհրդարանականից մինչեւ կառավարական այդ ժառանգության պահպանության կարեւորությունը։ Դեռևս 44-օրյա պատերազմից անմիջապես հետո 20 թվականի դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որպես միջազգային բարձրագույն մարմին, որ զբաղված է մշակութային ժառանգության պահպանությամբ եւ պաշտպանությամբ, ընդունել էր հատուկ հռչակագիր։ Հայկական կողմը մինչև 23-24 թվականները այդ խնդրի հետ կապված որոշակի ելույթներ եւ հղումներ անում էր։ Սակայն վերջին 1.5 տարվա ընթացքում գեթ մեկ հիշատակում այդ խնդրի չկա։ Այսօր երբ որ լրանում է Արցախյան շարժման հերթական ամյակը, հիշենք նաեւ այն մասին, որ Նիկոլը Արցախի հետ միասին Արցախում ստեղծված հայկական մշակույթը, հայկական հետքը, հայկական ժառանգությունը թողնում է Ալիևին։ Իսկ ոնց է վարվում Ալիևը դրա հետ բոլորս լավ գիտենք։ Այն ինչ որ չի կարող յուրացնել, քանդում է։ Իսկ մնացածը վերագրում է ադրբեջանական ժողովրդի օրինված պատմությանը։ Ավելին, հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի տեքստում չկա գեթ մեկ հիշատակում այդ ժառանգության պահպանության եւ պաշտպանության մասին։ Ահա այսպես Նիկոլ Փաշինյանը վաճառում է մեզ բոլորիս մեր պատմությունը, անցյալը, մեր արժեքները եւ մեր հողերը Ադրբեջանին, իր սիլիբիների շրջանակներում։ Այսքանը։ Աշոտյան Արմենին այսպեսի բան ասեմ։ Աշոտյան Արմեն դեռ Արցախին հեսա կհասնենք, բայց դու հանդիսացել ես Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։ Այսինքն դու պատասխանատու ես եղել կրթությանը, պատասխանատու ես եղել գիտությանը, պատասխանատու ես եղել սպորտին, պատասխանատու ես եղել մշակույթին։ Ու քո կառավարման ընթացքում մեր մշակույթը Հայաստանի Հանրապետության, դեռևս էլ Արցախ չենք ասում, Հայաստանի Հանրապետության մշակութային մակարդակը եւ պահպանությունը, պաշտպանությունը ամեն ինչը իջած եղել պլենդուզի մակարդակից ցածր։ Սեփականաշնորհված են եղել պատմամշակութային կարևորագույն շենքեր, որոնց առաջ դու աշկես փակել, թե քորոք, թե քեզնից առաջ, որոնք դու ժառանգել ես, դու կարող ես դրա մասին հրապարակել, ասել, Ժորժ, այս իմ նախարարն եմ, այս ամեն ինչը, չգիտեմ, դաշնակներն են արել, հիմա ես sense սեփականաշնորհել են, քանդել են, գնահատական չես տվել, դու քանդված արդեն ժառանգությանը, որը որ կենտրոն վարչական շրջանն էր, ինչի տեղը հիմա Հյուսիսային Պողոտանա Խոյանում, ընդհանուր միջև մշակութային, պատմամշակութային նշանակության շենքերի քարերը համարակալած էր, որոնց հերն անից էլ խառնել, արդեն ամեն ինչ խառնել եք իրան, արդեն թափելու ժամանակն է երևի, որովհետեւ դա անհնար է վերականգնել։ Երևի չխոսամ, թե բաները, ասենք, պատմական Հայաստանի Հանրապետության պատմական բերդերը, ամրոցները, եկեղեցիները, վանքերը ինչ վիճակում են գտնվել, դուք սրանց, նայեք, մեծ հաշվով շատ տարբերություն չկա, դուք դա տալիս եք, դրա հետ թուրքն է վատ վարվում, թե թույլ եք տալիս, որ ժամանակը վատ վարվի։ Մեծ հաշվով տարբերություն չկա, որովհետև վիտոգում վատ վարվծվում այդ կառույցի հետ, հա, եւ ձեր ժամանակներում եթե տեսնենք, թե ինչեր են քանդվել, կամ ինչը պատմամշակութային արժեքների վրա հողը լցվել, վրան կազինոներ կառուցվել, հավատացեք ադրբեջանցիները ձեր աշխին այդքան բան չեն ներել։ Հիմա գնանք դեպի Արցախ, հա, երբ որ Արցախը պահում էիք իբր հայկական, ոչ թե մեր հայերինը, ոչ թե արցախցիներին, ինչ որ կերպ ֆիքսված իրենց իրավունքները, բանը ազատ տեղաշարժը այս կողմ են կողմ, այլ ճիշտ հակառակ, ընդհանրապես հայկական, չգիտենք դրա ձևակերպումը որն է, ասենք դա գետնի վրա որն է, ինչ է նշանակում, հա։ Այդ ժամանակներում էր պետք մտածել, թե Արցախի պատմամշակութային կոթողները ինչ ճակատագրի են արժանանալու եւ ովքեր են լինելու դրանց վերահսկողները, ում պատասխանատվության գոտում է լինելու եւ այլն։ Դուք այդ ժամանակ դրա մասին մտածած կաք, իսկ դուք ձեր Սերժ Սարգսյանով հանդերձ 10 տարվա կտրվածքով առնվազն ես չեմ խոսում նախորդ 10 տարիներին, որտեղ Սերժ Սարգսյանը նույնպես ֆիգուրա էր ու կարևորագույն ֆիգուրա, այսինքն 20 տարիների մասին դեռևս չեմ խոսում, դեռ 10 տարիներից եմ խոսում։ Դուք այդ ամեն ինչը հաշվի առել եք ինչ որ կերպ, մի տեղ, մի անգամ, մի փաստաթուղթ, մի ինչ որ մի բան, ձեր հաղթանակած դիրքերից գրել, ստորագրել եք տակը, թե չէ։ Ես կարծում եմ, որ ոչ։ Ասեմ ավելին, որևիցե պեղումներ, արդյունավետ պեղումներ իրականացվել են առհասարակ Արցախում կամ Հայաստանի Հանրապետությունում։ Ես գիտեմ, որ այո, որոշակի պեղումներ իրականացվել են, ու չգիտես ինչի, որպես կանոն, այնպես է ստացվել, որ ինչ դամբարաններ գտնում եք, ինչ պատմամշակութային բան գտնում եք, հանկարծ այդ ամեն ինչը դատարկ էր լինում։ Ես Ժորժ ջան, այստեղ ձեր ուշադրությունն եմ էլի խնդրում։ Ինչ որ դատարկ էր լինում, ինչ որ թալանված էր լինում, այսինքն գտնում էին ինչ որ մի բան, որը երևի չէ ինչ որ մի դարում թալանվել է, իբր իրանք չեն թալանել։
գտնում եք բաներ, որոնք որ շատ քիչ մասը հասնում էր պատմության թանգարան կամ միջազգային կարևոր կառույցներ, մնացածը սեփականաշնորհվում տարվում էր, գողացվում էր։ Ի տարբերություն այսօրվայի միջայլոց։ Ասենք մենակ Տիգրանաշենի բանը, եթե փորձենք հիշել, հա, թե ինչ պեղումներ են իրականացել Արցախի Տիգրանաշենի մասին այն միջայլոց խոսքը, որ կար վերսիա, որ դա նույնպես Տիգրանեցի կառուցվածքն է։ Այդպես էլ մնաց ու բնականաբար, եթե բոլոր ժամանակներում ձեր կողմից ձերից վերաբերմունքը եղել է անտելու դուրս, բնական է, որ ցավալի է, բայց բնական է, որ ադրբեջանցիները կամ իրանցով են անելու կամ վերացնելու են, բայց Ժողովուրդ, ես չեմ ուզում, որ այստեղ հանկարծ տարընթերցում լինի, մտածեք, որ ես համաձայն եմ, որ այդ ամեն ինչը նորմալ է, չէ, դա ես դատապարտում եմ ու մենք բոլորս ենք դատապարտում, բայց երբ որ դու լինում ես պետության կառավարման ղեկին, գոյություն ունեն առաջնահերթություններ եւ քայլերի հերթականություններ։ Այն ինչ որ տեղի է ունենում Արցախում, այն ինչ որ տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանում, այն ինչ որ տեղի է ունեցել Արևելյան Հայաստանում, բուն Հայաստանում, որտեղ որ մենք բնակվում ենք, սա աններելի բաներ են եւ իհարկե չի կարելի թույլ տալ, որ մեր պատմամշակութային արժեք հանդիսացող շենքությունները, անգամ մեր ոչ միայն մածեր բանը, այլ ոչ ոնց են ասում դրան, ոչ թե մատերիալները, այլ նաև ոչ մատերիալային բաները ոտնահարվեն, տրովեն, բայց ամեն դեպքում Աշոտյան Արմեն, սա քո խոսելիքը չի, դու ավելի լավ լռես ու գլուխը ջայլամի նման մի տեղ մտցնես, իբր ոչինչ չես տեսնում։ Ասեմ ավելին, Կտրուշ Ներսիսյանը, երբ որ Ռուսաստանում իր գոլեգա, ադրբեջանցի գոլեգայի հետ Փաշազադեի հետ հանդիպել էր ռուսաստանյան գարանտիայի տակ, ճամնակ ինչ-որ թղթեր են ստորագրել, իրար տվել, իրար առել, կարող է սրա պատասխանները դուք միամիտ իմանաք, թե Սերժ Սարգսյանը տեղյակ չի եղել դրանցից, այսինքն արցախյան եկեղեցիներից հրաժարվելու, նրանց պատմական բաններից հրաժարվելու փորձ հաստատ չի եղել, իսկ կարող է մի օր հանկարծ բացայտվի, որ եղել է, իսկ կարելի է իմանալ օրինակ Շուշիի եկեղեցին, որ դեռ Վազգեն առաջինի կոնդակով ինքը թե մի առաջնորդանիստ եկեղեցիներ, ինչու հանգած պատերազմից մի 1-2 տարի առաջ գյոզերով տեղափոխվեց Ստեփանակերտ, ասենք այս ամեն ինչի մասին ինչ որ մի օր իմանալու ենք, չէ, ամբողջը բացվելու է, չէ, ու այստեղ տակը մնալու, այ քո ասած բան աթոսախառն ելույթը, որի իրավունքը դու չես ունեցել, որովհետև ըստ ժամանակագրության ստացվելու է, որ դու էլ ունես քո մեղավորության բաժինը կամ առնվազն շատ անուշադիր ես եղել, կամ առնվազն այնքան էլ ճիշտ չես գնահատել, կամ առնվազն ինքդ հանցակից կարող է դուրս գաս միամիտ։ Հա, մեկ էլ 18-ից հետո այն տունը, որ 1 միլիոնով ծախեցիր Միքայել Բադալյան Բաղրամյանի վրա, դա դեռ չի նշանակում, որ դու տես մաքուր նստած ես քեզ համար, էլի։ Ամեն ինչ լավ կլինի, հեչ չմտածես Աշոտյան ջան, вообще չմտածես։ Եվ եւս մի գրառում Ստեփան Սաֆարյանի կողմից, որի մասին ես ճիշտ ասած ակնարկեցի որոշ ժամանակ առաջ, բայց այդքան էլ խորքային չանդրադարձանք սրան, հա, եկեք մի հատ ընթերցենք, որ կտամ Արմեն Աշոտյանը փորձի ուշադիր լինի այս ընթացքում։ Կներեք, Փաստորեն մենք արտգործնախարար ենք ունեցել, որը չի հասկացել, որ 1998 թվականին Արցախի նախագահին կեղծ տեղեկանքով ընտրակեղծիքներով ՀՀ նախագահ դարձրած կոնֆլիկտը դարձվել է ուշադրություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքային վեճ, այսինքն Հայաստանը օկուպանտ ու պատերազմի վտանգը կախվել է ոչ միայն Արցախի, այլ Հայաստանի վրա, մանավանդ լինելով Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր։ Տեսեք, այստեղ մի այսպիսի բան կա, էլի ժողովուրդ ջան, պատերազմը ի սկզբանե իր դե յուրե եղել է Արցախի ու Ադրբեջանի միջև, եւ այս պարագայում Ադրբեջանը կարող էր դիտարկվել հանցագործ, հասկանում եք, որովհետեւ ըստ միջազգային կոնվենցիաների ցանկացած ժողովուրդ իրավունք ունի կողմնորոշվելու եւ իր իրավունքների բանը անվտանգության հարցը բարձրացնելու եւ իր էթնիկ տարածքում ապրելու կլինի անկախ, կիսանկախ թե ոնց ունի ինքնորոշվելու իրավունք, բայց արի ու տես անգամ պատերազմը հաղթական հրադադարի բերելուց հետո հրադադարի ոչ թե հաղթանակի, այլ հաղթական հրադադարի բերելուց հետո միևնույնն է մեր դիվանագիտական բլոկին չգիտես ինչու, եկեք միասին գուշակենք թե ինչու, չի հաջողվել, որ ինչ որ կերպ այդ սուվերենությունը ընդգծել ու արձանագրել ինչ որ տեղ, ինչ որ կերպ արձանագրել, ոչ թե միայն Արցախի հայերի համար կամ մեր բոլոր հայերիս համար աշխարհի, այլ միջազգային որևիցե բանի շուրջ, հա, կոնսենսուսի շուրջ, այսինքն գոնե մեկը ճանաչել անկախություն, կիսանկախություն, ինչ որ կարգավիճակ, դե այդպիսի բան չի եղել, գոյություն չի ունեցել։ Հետո երբ որ այս Արցախի, իսկ Հայաստանի Հանրապետությունը ուղիղ չի մասնակցել պատերազմին, այո, հայերը մասնակցել են, Հայաստանի Հանրապետության բնակիչ հայեր մասնակցել են, բայց Հայաստանի Հանրապետությունը օֆիցիալ Ադրբեջանի հետ դեմ չի կռվել, սրանք կարևոր բաներ են միջազգային հանրության առաջ, բայց արի ու տես, որ երբ որ Լեռնային Արցախի նախագահին խախտումներով զորով բերեցին դարձրեցին Հայաստանի Հանրապետությունում, բան նախագահ
Դա սկսեց դիտվել հետևյալ կերպ. Արցախին չունենալով իրավունք ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրության, եկել դարձել Հայաստանի Հանրապետության ղեկավար, ուստի այլ կերպ է սկսվում այդ ամեն ինչը դիտարկվելը ու մեքենայորեն կոնֆլիկտը տեղափոխվում է Արցախա-ադրբեջանականից դեպի Հայաստան-Ադրբեջան դաշտ, հասկանում եք։ Ու վերջ խոսենք իրենց պարապորտի մատնվելը, հստակեցնելը հազար ու մի հարցեր, մենք այդ սկսում ենք դառնալ օկուպանտներ, ոչ թե ազատագրական պայքարի մեջ մտած քաղաքացիներ, այլ օկուպանտներ, հասկանում եք։ Դա վատ բան է, ես չի որ ես բան եմ անում, բայց դա այդպես է։ Հիմա որ Լեռնային Ղարաբաղի հարակից կամ ազատագրված, ինչպես անվանվել է, արդեն էականել չէ։ Շրջաններից Քարվաճառն ու Քաշաթաղը դնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատասխանատվության տակ, այսինքն օկուպանտ է դարձրել Հայաստանին, հետևաբար նոր պատերազմի վտանգը ոչ պակաս եղել է Հայաստանի պետականության համար, քանի որ հասցեատներ Հայաստանն էր, որին Ալիև ավակը ֆրացրել է ու Մեղրիի եւ Քիֆեստի տարբերակներով տարածքային փոխանակումները բերվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որով նորից սպասվող պատերազմի տակ դրվել է Հայաստանի պետականությունը, որը միակողմանի համաձայնել է Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի լեգիտիմությանը ու այն չապահովելու դեպքում հարավում պատերազմ ստացող կողմը Հայաստանն է։ Այ տեսեք ինչ է ստացվում։ Ուրեմն ոչ միայն տենց է ստացվում, ովքեր որ եղել են այդ կողմերում կամ ծառայացներ կան, ովքեր որ կհաստատեն իմ ասածը։ Տեսեք, ժողովուրդ ջան, ուրեմն թե Քաշաթաղում, թե Քարվաճառում, եթե ձեր տղաները ծառայել են, իրենք էլ կհաստատեն, իմ ասած ուրա մասը, որ դրանք եղել են ոչ թե ՊԲ-ի, այսինքն պաշտպանական բանակի, այսինքն Արցախի բանակի ղեկավարության տակ անմիջական, այլ եղել են Հայաստանի բանակի անմիջական ղեկավարության տակ։ ՊՆ-ին են եղել, օրինակ Կուբատլիում երկու հատ փոքր չաստար, մեկը փոքր, մեկը մի քիչ մեծ, որոնք որ պաշտպանության նախարարության հրամանատարության տակ են։ Իսկ դրանից այն կողմ արդեն Ջաբրայելին է պաշտպանության բանակի հրամանատարության տակ է, հասկանում եք։ Դա նշանակում է, որ արդեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակա զորքերը գտնվում են այլ տարածքում։ Հիմա թե բարի նպատակներով թե ինչ, դա իրավական բան չի արդեն, հասկանում եք։ Այստեղ լրջագույն խնդիր կա։ Ու թե ինչու է սա արվել, ինչու է սրանով հրահրվել, որպեսզի թեման պատտվի դառնա Հայաստան-ադրբեջանական եւ լինի լեգիտիմ հնարավորություն եւ իրավունք, որպեսզի Ալիևը աշխարհին ասի, թե գիտեք ինչ, օրինակ, հա, եթե սենց է, ուրեմն ես պիտի ռազմական ճանապարհով հարցնում։ Այ հենց այստեղ է խնդիրը։ Ու թե ինչու 44 օրյային ոչ ոք ձայն չանեց, այստեղ է խնդիրը։ Եվ ինչու էր Պուտինը մինչև 44 օրյա պատերազմը սկսել է ասում, որ Արցախը իսկոնն է земля Ադրբեջանը, հա, Ադրբեջանի լավ, այսպես բանանում, ես ռուսերենից ուղիղ չեմ կարող տարբերել, անբաժան մասն է։ Այ հենց այստեղ է խնդիրը, եւ ինչու էին ռուսները լինելով մեր ռազմավարական դաշնակիցը նաեւ միլիարդով զենք տալիս Ադրբեջանին։ Այստեղ այ հենց այս բաները, որ դիվանագիտական դաշտում ենք այս նուրբ նյուանսները, լինելով եղել են ինչ-որ sense լավ տրամադրությունների մեջ, այլ ապետ սխենք սպանենք, գնանք, լավ ենք կանում ենք, բան, ուշադրություն չենք եղել թե աշխարհը դա ոնց է անցալում ու ինչա գնահատում դրան, ինչ գնահատական է տալիս գոյությունի միջազգային հազար տեսակ նորմալ։ Ճիշտ է, հիմա արդեն Հին աշխարհակարգը բավականին փլուզվել է ու նոր աշխարհակարգի ձևավորման փուլն ենք մտել, շատ հարցեր կան դեռևս օդի մեջ կախված, դա ասած կարողանան մեծ տերությունները այնպես պայմանավորվել, որ նախ այդտեղ փոքր պետությունների շահերը չոտնահարվեն եւ երկրորդ հանկարծ չպայթի ամբողջ իր բանով ուժով երրորդ համաշխարհային, որովհետեւ դա պարզապես մոլորակը կհանի իր ուղեցրից, հա, այսօրվա սինատեսակները վաղուց ոչ մուշկետներ են, ոչ նետու աղեղներ, ոչ էլ հրանոթներ ու տանկեր, այսօր շատ ուրիշ բաներ կան ու պետքա կառավարելի դարձնել բոլոր պատերազմները, իսկ կառավարելի կարելի է դարձնել հենց միջազգային ամենատարբեր կոնսենսուսային ծրագրերով ու ինչ-որ կարգավորումներով, որոնք մի կողմից փլուզվում են, մյուս կողմից նորնա ձևավորվում։ Շատ բարդ շրջան է ապրում մոլորակ առհասարակ մարդկությունը այս իմաստով, բայց այնուամենայնիվ 20 թվականին դեռևս եւ մինչեւ 20 թվականը մենք ապրում ենք այն աշխարհակարգում, որը դեռ 1947 թվականին էր ձևավորվել ու ամրագրվել, ու մենք մինչ այդ պիտի պատրաստ լինենք նման դեպքերի զարգացման։ Ցավոք դա այդպես չի եղել։ Ինչ ասում, բարձր սպանացակցեն, կմեք կմի անեք վարչապետի հայտարարությունը, որտեղ նա ասում է կարող էին կանխել պատերազմը առանց զոհերի։ Ահա, տեսեք, ես սրանից շատ խոսել եմ, բայց շատ լավ է, որ այս հարցը նորից անջում սիրով կպատասխանենք։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, կմեկնաբանեք վարչապետի հայտարարությունը, որտեղ նա ասում է կարող էինք կանխել պատերազմը առանց զոհերի։ Ոչ թե առանց զոհերի, այլ չի ասում առանց զոհերի, ասում է կարող էինք կանխել, կունենայինք նույն պատկերը, բայց առանց զոհերի։
Եվ այստեղ ցավոք սրտի փոխանակ հարգելու մեր զոհվածների ընտանիքների վիշտը ընդդիմախոսները փորձեցին այլ կերպ մեկնաբանել եւ քաղաքացիների ինչպես նաեւ ձեզ գցեցին տարակուսանքի մեջ այսինքն առաջացավ այս հետեւյալ հարցը բայց եթե դա հնարավոր էր ու վերջնահաշվարկում սա ենք ունենալու ինչու չի արել չէ սա է տեսեք ուրեմն նախ եւ առաջ որևիցե մեկս իսկապես պատրաստ չենք կարող լինել որ ինչ որ մեկը ով ուզում լինի գալ ասել պիտի Արցախը տանք ու նորմալ է լինելու սա որևիցե մեկս դա որ անհնար բան էր բայց հարցը միայն դա էլ չի եթե հարցը միայն դա լիներ ինչ որտեղ կարող ենք խուսափել այդ պատասխանատվությունից ասենք ոչինչ դու ասեիր բան ինչ որպես բաներ խոսենք բայց հարցը դա չի մենք պիտի հետեւյալը հասկանանք որ այո առանց զոհերի կունենայինք այս պատկերը ասելով որ Արցախը դարձյալ կլիներ Ադրբեջանի կազմում մենք զոհեր չենք ունենա իսկ ինչ կունենայինք այդ պարագայում այստեղ է խնդիրը որի մասին չեն սիրում խոսել հատկապես այդ ընդդիմադիրները կունենայինք հետեւյալը շատ հզորացած Ադրբեջան շատ թույլ Հայաստանի Հանրապետություն, որը չի կարող դիմակայել Ադրբեջանին, ու պատերազմը, միևնույն է այդ զենքերը որ կային Հայաստանի հետ կռվելու համար, իսկ Հայաստանը տվել էր արդեն հնարավորություն, ես նոր էի կարծում, որ պատերազմը տեղափոխվի Հայաստան-Ադրբեջան տիրույթ եւ ոչ թե Արցախ-Ադրբեջան տիրույթ, եւ այն զենքերը միլիարդավոր որ առել է, դա չէր տանելու պայստավոր է, չէ, միլիարդներ է ծախսել, չէ, որ ինքն էլ ունի քաղաքացիներով, իր քաղաքացիները իրան հարց են տալու, բալա, մեր կտից կտրել ես, մեր բյուջեից միլիարդներով զենք ես առել, բա մի կողմից ասում ես Հայաստանը, Երևանը, Ադրբեջանը, Սյունիք իմիջիալից այդ խոսույթով շատ վաղուց է, էլի, Նիկոլի Վաղտաչի, դրանից վաղուց է, դեռ 2006-7 թվերից մեկը ես արդեն ինտերնետով նրանց հետ վիճում էի այդ բաների շրջանակներում, ցավոք Հայաստանից արձագանքներ չկային եւ լրատվական բլոկներն էլ չեն բանալ։ Այսինքն պատերազմը հենց 44 օրյան, օրինակ, 40 քանի օրվա, 2 ամսվա, 10 օրյա, չգիտեմ ինչքան կտևեր։ Բայց այդ պատերազմը արդեն լինելու էր Հայաստանի Ադրբեջանի միջև ու մենք չունենք ռազմավարական խորք հասկանում եք այսինքն պատերազմը լինելու էր Հայաստանի մասին ու ես չեմ կարծում թե դրա վերջը լավ է լինելու հա մենք բոլորս մեր ու մանուկ մինչև արյան վերջին քաթիլը կռվենք բանանենք բայց այդ ամենը նույնպես հաշվարկած է այսինքն Արցախի պատերազմը եթե կանխում ենք չենք ունենում զոհեր չենք ունենում պատերազմ մյուս կռիվը լինում էր Հայաստանի տարածքում ու շատ ավելի լուրջ հետևանքներով այս շարունակությունը ոչ ոք չի ուզում խոսել հասկանում եք դրա համար էլ կոնկրետ ես իմ մասով որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հայ մարդ ես ասում եմ հետեւյալը ու միշտ եմ ասել ու հավատում եմ դրան ոչ միայն ասում եմ այլև հավատում եմ դրան եւ այդ հավատն է որ ինձ ավելի աստիպում որ մշտապես խոնարհ լինեմ մեր հերոսների առաջ որ Արցախում 44 օրյա պատերազմը ոչ թե Արցախի մասին էր այլ Հայաստանի Հանրապետության մասին էր հասկանում այո եթե կարողանայինք հաջողեինք ինչ որ մի հրաշքով գուցե դա նաև վերաբերվեր Արցախին բայց ընդհանուր առմամբ Հայաստանի մասին էր որովհետև Արցախի հարցը վաղուց շատ վաղուց է լուծված եղել ես վաղուց ասելով նկատի չունեմ Սերժ Սարգսյանին ես վաղուց ասելով Ռոբերտ Քոչարյանին էլ նկատի չունեմ Ես վաղուց ասելով անգամ Լևոն Տեր-Պետրոսյանին նկատի չունեմ Արցախի հարցը վաղուց է լուծված եղել հասկանում եք Արցախի հարցը շահարկվել է տասնամյակներով այլ բանի համար Հայաստանի Հանրապետության համար իհարկե մենք այս ուղիղ երկխոսությանը գուցե այնքան էլ պատրաստ չենք մենք ճշմարտություններ լսելուն գուցե որովհետև ես ինքս այն վրա եմ վերցնում ես չեմ ասում այ ինչու դուք պատրաստ եք չէ ես ինքս պատրաստ եմ ես արդեն գիտակցում եմ խորքային բայց անգամ պատրաստ չեմ դրա մասին բարձր խոսել որովհետև ինքս 46 տարեկան եմ իմ 46 տարիների 40 տարին ինքս ապրել եմ այն համոզմունքներով ինչ համոզմունքներով որ ապրել ես դու հարգելից ինչ համոզմունքներով որ ապրել է նույն Նիկոլ Փաշինյանը նույն գուցե դաշնակցական որևիցե ներկա քաղաքացի կամ ցանկացած որևիցե մեկը մենք բոլորս ենք ապրել այդ համոզմունքներով հասկանում եք բայց ցավոք սրտի դա միշտ չի որ այդպես է ինչ որ մենք տեսնում կամ ծանոթանում առհասարակ մեր Հայաստանի պատմությունը հիմա որ նոր ձևով փորձ արվում դպրոցներում մտցնել որպես Հայաստանի պետականության տեսանկյունից որը որ լուրջ դիմադրության է արժանանում այսինքն սիրուն պատմություններ լսողների եւ պատմողների կողմից այսինքն մենք ռեալին չենք նայում մենք փորձում ենք տեսնենք ինչն ավելի սիրուն ու հարմար այդպես խոսենք մենք փորձ է արվում այսօր որպեսզի դուրս գանք մենք այդ վիճակից, հա, այդ որ ասվում է կայսրություններն են մեր փոխարեն որոշել, կայսրություններն են մեր տեղը պատմություն գրել, հենց դրա մասն է, որ մենք շատ սխալ կարծիքներ ու տպավորություններ ու գիտելիքներ ունենք մեր պատմության մեր վերաբերյալ, մեր ով ու ինչ լինելու վերաբերյալ, շատ տխուր է վիճակը, դուք չեք էլ պատկերացնի չափազանց տխուր է վիճակը եւ այսօր ես դրա համար որ երկու ձեռքով նաեւ դրա համար որ երկու ձեռքով կողմ եմ ու ոչ միայն կողմ եմ ինքս եմ այդ թեմաները բարձրաձայնողներից մեկը եղել որ պետք է Հայաստանի պատմություն մտնի դպրոցներում եւ նմանատիպ թեմաներին մշտապես ջատագով եմ եղել որովհետեւ ամեն օրով մեր համար բանա բացահայտվում ամեն օրով
Այ հենց այստեղ է հարցը։ Այո, Փաշինյանը լինելով պետության ղեկավարը ինքը կարա կաշկանդված լինի ավելին ասելու, հասկանում եք, որովհետև կարող դրանք միջազգային սկանդալների վերածվեն, լուրջ հետևանքներ կարող են ունենալ։ Չի կարող, եթե Փաշինյանը չլիներ, վարչապետ ունենար այն ինֆորմացիան, ինչ որ հիմա ունի, ինքը վստահաբար կասեր ավելին, հասկանում եք, որովհետև պատասխանատվության զգացումը փոքր քիչ կլներ։ Բայց այս պարագայում ինքը չի կարող ավելին ասել։ Հիշում եք, երբ որ Լուկաշենկոն ասաց, որ խոստովանեց, որ իրենք աջակցել են մշտապես, ոչ թե 44-օրյա պատերազմի ընթացքում, այլ մինչև 44-օրյա մշտապես աջակցել են բանին Ադրբեջանին պատմական արդարությունը վերականգնելու համար։ Սա ինչ է նշանակում դիվանագիտական աջակցությունը, սա նշանակում, սա ռազմական աջակցություն, ամեն ինչ է նշանակում։ Բայց այդ խոսքից հետո Փաշինյանը հիշում եք, որ լավ ասես մինչև հասա նրան, որ ինքը իր բերողությունով խոստովանի, ստեղս ասավ։ Այսինքն նա տիրապետում էր այդ ինֆորմացիան, բայց չէր կարող ասել դա, որովհետև գոյություն ունի կաշկանդվածություն։ Չէ, գնել համոզիչ չես, Արման ջան, արի ես քեզ մի հատ բան ասեմ, ես միտք չունեմ ոչ քեզ համոզելու, ոչ այստեղ որևիցե մեկին։ Երբ որ հարցը վերաբերվում է Արցախին, եւ կամ Հայաստանի Հանրապետությանը կամ իմ պատմության առհասարակ, ով ուզում է լինի, ուզում ես դու եղի, ուզում ես Քոչարյանը տնի, ուզում ես Նիկոլը լինի, լյուբոյ մեկը լինի, ես բացի ճշմարտությունից ու իմ պատկերացումներից որևիցե մեկի օգտին խոսալու ոչ կայֆ ունեմ, ոչ էլ ինձ թույլ կտամ ու առհասարակ նմանատիպ թեմաները քաղաքականապես շահարկողներին էլ քֆուր եմ անում, կասկածողին նույնպես քֆուր եմ անում, կներես էլ չեմ կարող ասա չասեմ արդեն։ Խոսքը իմ պետության մասին է, քո կարծիքով նստած ես այստեղ բան եմ համոզում ապեր։ Հա? Ինչի մար եմ համոզում իմ պետության մասին խոսալուց, նա ինձ կարաս ասես ինչի համար։ Ես ինչ մտածելակերպ է вообще։ Դու տենցն ես ապեր։ Որովհետև вообще-то ասում են, որ ով ոնց մտածում է, ով ոնց կարծում է, ինքը իրանով արդեն այդպեսինն է ինչ որ չափով։ Դու տենցն ես ապեր։ Каждый думает, մեր ես սպորտ չնստի։ Ամեն մեկը մտածում է իր փչացվածության աստիճան։ Դու տենցն ես, որ իմ մասին տենց ես մտածում, ընկեր ջան։ Հələ որ ջանով եմ խոսում։ Ինչ աշխակում համոզիչ չես։ Չէ կներես հələ։ Տոմսն էլ երևի առել նստել ես, ես էլ համոզիչ պետք է մի ներկայացում խաղամ երևի։ Դժվել ես դու ապեր։ Համոզիչ կարան լինեն մուտիլորշիկներ լիքը։ Գնա նստի իրանց առավոտից իրիկուն նայ, որովհետև գործով համոզիչ կարան լինեն։ Գնա նստի նայ, իմ խոսքի անկեղծությանն էլ երբեք չփորձես կասկածես։ Ես կարող եմ իմ խոսքերի մեջ ինչ-որ բան սխալ մեկնաբանեմ, սխալ պատկերացում կամ ընկալում ինքս ունենամ, բայց ես դրանից չեմ էլ ամաչում։ Ես բարձրացնում եմ իմ մտածողությունը, իմ պատկերացումը, եթե մարդիկ կան, որ կան ավելի հիմնավոր մոտեցումներ տվյալ հարցին ու կարող են ասել, ես չեմ էլ վախենում կարծիքս փոխելուց։ Որովհետև եթե մենք իրարից չպիտի սովորենք, ով ումից պիտի սովորի։ Բա ոնց պիտի լինի։ Դասպես համոզիչ չես, ընկեր ջան։ Ճիշտ չեմ ասա ինչու՞ կամ արի մտի, հետո եթե մտնեմ քո ասածը որն է, ոնց սկիզբ պրատ չլինի, թե չէ ես շահեկան դիրքերում եմ, տենց ճիշտ չի։ Ես ոնց որ բանավոր երկար կարամ խոսամ, դու հազիվ մի տող գրես։ Դա ճիշտ չի, ես քեզ հրավիրում եմ արի մտի, եթե իմ ասածների հակառակը փորձի հիմնավոր ներկայացնել։ Մինչև այսօր դու իհարկե շատ ակտիվ ես իմ մեջ, ինչի համար շատ շնորհակալ եմ, բայց մինչև այսօր որևիցե մի բան հիմնավոր չես ասել, որ ես մտածեմ դրա շուրջ կամ ասեմ, հա, այս ինչ բանը ընդունում եմ կամ չեմ ընդունում։ Ընդ որում ես իմ բնավորությամբ, որ մեծ հաշվով իսկապես շատ օբյեկտիվ եմ լինում այդ մասով։ Ու չեմ ամաչում ինչ որ մեկի դրական լավ խելացի բանը ընդունելուց։ Դրա համար դες համաձայն ես, չէ՞ որ ես շահեկան դիրքում եմ։ Դրա համար հրավիրում եմ, հետո մտի եթեր բանավիճենք։ Տեսնեմ դու ինչից ես խաբար, որ ինչից ես տես տեղյակ, որ ես համոզիչ չեմ ու դու կարող ես ավելի համոզիչ լինել այլ կարծիք ներկայացնելուց։ Այ համոզիչը Վայե Հակոբյանն է եղել, նենց ատալանել մարզը, որ հավատները չի գա։ Շատ ճիշտ ասում։ Վայե Հակոբյանը, բայ Էլիզաբեթը։ Տենակ ոնց է հայրենիքի եւ Սյունիքի մասին մխկտում ու ինչերից է խոսում։ Էլիզաբեթը Վայե Հակոբյանի կինը։ Գնա նա ինչ համոզիչ են, այ դերասաններ գնա գալիս են։ Մեկ-մեկ ինձ որ ասում են դերասան ես ինչ գործ ունես քաղաքականությամբ ես զբաղվում, ասում այ հենց այդ եմ ասում, որովհետեւ քաղաքականությամբ ովքեր պիտի զբաղվեն, գործերը փոխել դերասան են դարել, բայց ես էլ ինչ անեմ, մրցակցությունը մեծացել եմ։ Այ քեզ բան։ Լավն է։ Դերասան նայ, գնա, դրել նայում ենք։ Տեսար ինչ էին արել։ Մի հատ պատզեմկա էին սարքել, տակը մտել բիզնեսը դրել են, փող շահավետ բաներով։ Դուրս են եկել, ծախում են վրետ Արման ջան։ Այ ինչ համոզիչ էին, չէ՞ իրենք։ Այս ինչ գրեգետություն է, բա քֆուր էր ուտում, որ Ղարաբաղը չենք հանձնելու, բայց այդ ոնց հանձնեցիք
20 նոյեմբերի 9 ուրիշ բան էր խոսում։ Ինձ ես ասում Սաշա։ Ինձ ես ասում, այդ հարցը ինձ է ուղղված։ Ինչով կպատասխանես, ասեմ քեզ հետևյալը։ Նախ ես քֆուր ուտելով ոչի բանը տես չեմ խոսացել մեկ, բայց սա արդարացումը չի։ Քո ասածը ծերից ծերա մոդիլով կա։ Հիմա ասեմ, եթե ինձ է վերաբերվում։ Ուրեմն, սկսենք այնտեղից, որ Արցախը Հայաստանից որևիցե մեկը չի հանձնել։ Լավ կանես, խոսույթիդ միջից, այդ դա ազդում է քո լեզվամտածողությանը, հետևաբար նաև մտածողությանը։ Արցախը ո՞նց է հանձնվել։ Մի հատ կարաս ասես, հանձնելը ո՞նց է տեղի ունեցել, ընդունում հանձնումը ո՞նց է եղել, մի հատ կարաս ինձ ասես, սա մեկ։ Երկրորդ, դու երևի տեղյակ չես, թե պատերազմի դաշտում ինչեր է տեղի ունեցել, եղբայր։ Դու տեղյակ չես։ Մենք ամբողջ թափով չի որ պաշտպանել ենք Արցախը։ Մարդիկ ովքեր շատ մարդիկ։ Ու դու տեղյակ ես դրա մասին, թե ինչքան մարդ մոտ հազարներով մարդ է փախել։ Վախեցել են, փախել են։ Ես իմիջայլոց, այ եթե արել եմ, ասել եմ, որ այդ վախեցողներին բան չեմ ասում։ Դե մի մարդ է վախը։ Բայց դու ոնց որ շահարկում ես արդեն։ Արցախը հանձնելու մտադրություն չի եղել, ճիշտ հակառակ, Աբերջան, ճիշտ հակառակ։ Երբ որ կար հնարավորություն, որպեսզի Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նստեց ու հակադրվեց Հայաստանի Հանրապետությանը։ Պլյուս BBC-ով, երբ որ CNN-ով բոլոր ամբողջ աշխարհը նստած նայում է շրջափակման մեջ գտնվող Արցախը ինչ դիրքորոշում է հայտնելու, Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը ելնում ասված չէ, մենք ոչ մեկի չենք լսում, բանին Ռուսաստանին մանդատ տվեք ցած միջազգայինորեն, չգիտեմ ինչ էր ինքը ուզում, ռուսների ասելով, որպեսզի մենք այդպես մեր համար ապրենք։ Պլյուս երրորդ, երբ որ նոյեմբերի 9-ից հետո, երբ որ Արցախը արդեն դրանից հետո շատ հետո շրջափակվեց, Արցախի անվտանգության երաշխավորը եղել է Ռուսաստանի Դաշնությունը, հետևաբար ես Ռուսաստանի որևիցե գործողության համար չեմ կարող կողքով կերած լինեմ, հասկանում ես։ Եվ Արցախը հանձնել է Ռուսաստանի Դաշնությունը, դու ոնց որ սխալ մարդու ես մեղադրում, հանձնեցիք։ Հանձնել է Ռուսաստանի Դաշնությունը տեղական 5-րդ Շարասյան ձեռամբ, որովհետև այլ կերպ չի եղել խնդիր։ Ես հասկանում եմ, որ գուցե քեզ խաբել համոզել են, որ այ Նիկոլը ճանաչեց Արցախ-Ադրբեջանի կազմում, դրա համար էլ այսպես եղավ։ Կան այդպիսի ապուշներ, որոնք որ փորձում են քեզ ու քեզ նմաններին այդպիսի բան համոզեն։ Բայց հիմա ես քեզ ասեմ, Հայաստանի Հանրապետության ղեկավարը ով ուզում է լինի, նախ երբեք որևիցե ղեկավար Հայաստանի Հանրապետության չի ճանաչել Արցախ Ադրբեջանի կազմից դուրս։ Բոլորն են ճանաչել Ադրբեջանի կազմում։ Եթե չգիտես, այ ես քեզ սյուրպրիզ անեմ։ Եթե դու կգտնես մի փաստաթուղթ, որը որ ցույց կտա, որ մեր դիվանագիտական բլոկը 30 եւ ավել տարիների ընթացքում այդպես չի ճանաչել, ես խնդիր չկա կերնեմ ու եթերով ներողություն կխնդրեմ քեզանից։ Մշտապես են ճանաչել, բայց դրա մասին քեզ չեն ասել, ապեր ինձ էլ չեն ասել, ոչ մեկի չեն ասել, чтоб никто не догадался, հասկանում ես։ Բայց բոլորը ըստ էության ճանաչել են այդպես։ Բայց անգամ այդ պարագայում, երբ որ ճանաչում են, միևնույնն է ինքնորոշվողը Արցախցին է։ Ինքնորոշվողը ոչ Նիկոլն է, ոչ Քոչարյանը, ոչ Սերժը, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ ես, ոչ դու, եթե դու Արցախցի չես։ Հասկանում ես։ Ինքնորոշվողը դու կարող ես կուրսես ամբողջ Արցախի թեմաներից թե դες պրոստո բաներ ասեցի։ Ինքնորոշվողը Արցախցին է։ Եղել ու այդպես հիմա էլ կա։ Հիմա եթե իրենք փորձեն լրջագույն գործունեություն գոնե ազատեն այդ ապուշների մանիպուլյացիաներից ու գործողություններ ձեռնարկեն, այսօրվա դրությամբ էլ աշխարհում թե էթնիկ զտման հարցը կարելի է դնել, թե մյուս իրավունքների հազար հարց կարելի է դնել, բայց դա Հայաստանի Հանրապետությունը չի անում, դա Արցախը պիտի անի, Արցախցին պիտի անի, կամ պիտի աներ, նանի եւ այլն, այսպես ոնց կուզեն հարմարակեց ձևակերպի։ Հասկանում ես, ինքնորոշվողը ինքն է, որովհետեւ խնդիրը չի եղել, որ Հայաստանը ուզում է Արցախը գրավի։ Խնդիրը եղել է, որ Արցախցին ասել է, որ ես ունեմ անվտանգային խնդիր ու որոշում եմ կայացնում ինքնորոշվելու։ Հետևաբար որևիցե մեկը իր փոխարեն ինքնորոշողը չի։ Եվ անկախ նրանից ով ինչ կհամարի, Արցախցին պիտի ընդամենը Ռոբերտ Քոչարյան կոչեցյալը առնվազն գոնե Ռոբերտ Քոչարյան կոչեցյալին զորով չսարքեին այստեղ ղեկավար մի քիչ առաջ դրանից է խոսում։ Ինչով որ Հայաստանի Հանրապետությանը դարձրեցին օկուպանտ։ Գումարած դրան Ռոբերտ Քոչարյանն էլ իր հերթին պիտի բանակցությունների սեղանից չհեռացներ բուն ինքնորոշվողին։ Ինքը հանեց ինքնորոշվողին բանակցությունների սեղանին ու նստեց ու շատ լուրջ դեմքի արտահայտությամբ ասաց ես եմ ինքնորոշում իրենց։ Իսկ որևիցե մեկին չի ինքնորոշում։ Ինքնորոշում բառը արդեն նշանակում է ինքնուրույն որոշում կայացնել։ Հասկացանք իրար, նենց որ քֆուրուտելուց ով արի կլինի իմ հետ մի խոսի։ Նոյեմբերի 9-ից հետո առավել եւս ես շատ եթերներ եմ ունեցել, որտեղ որ այո, ասել եմ միասնություն ապել, պետք է այսի բրախել, կպեք այնտեղ հազար հարց կա։ Իմիջիայլոց այսօրվա իշխանությունները այն 3 նախկինների տեղը
Դեռ նրանց խանգարելով էլ կարողացան ստեղծել հնարավորություն, որ Արցախը, այսինքն Արայիկը Հարությունյան Ալիևի հետ նստի խոսալու։ Բայց նրանք Սոֆիայում եւ նրանք Սոֆիայի փոխարեն ընտրեցին Դևլախը։ Գուցե սրա մասին մանրամասներ քեզ շատ չեն ներկայացրել ընկեր ջան։ Ես կարող եմ, քանի որ թեման դրա մասին չի եղել ամենասկզբից, ու չեմ ուզում հիմա շատ ծավալել, բայց կարող ենք սրա մասին մանրամասն խոսել, խնդիր չկա։ Վերցրու, բայց որպես բազային հիմք փորձի, եթե իհարկե սրտացավ ես, իսկ հավատում եմ, որ դու սրտացավ ես, բայց գոնե բազային ինֆորմացիոն հիմք վերցրու ընթերցի Արցախի բանակցությունները բոլոր ժամանակներում։ Ու եթե քո ասածը իրոք այդպես լիներ, վստահ եղի, թե Լևոն Տեր-Պետրոսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը կընդունեին Նիկոլ Փաշինյանի հրավերը ու կգային հանրային համատեղ միասին բոլորով Արցախի թեմայով խոսելու, որովհետև Արցախի թեմայով էլ ուրիշ գաղտնի բան չկա, Արցախը չկա։ Հասկանում եք։ Ուրիշ գաղտնի բան չկա, պիտի 4-ով հաշվետու լինեն մեզ, ինձ ու քեզ, բոլորիս 4-ն էլ։ Բայց արիուտես որ մեկը պատրաստակամություն է հայտնում հաշվետու լինելու։ Իսկ այն երեքը ասում են, չէ, մենք չենք գա այդտեղ խոսենք, բայց գնում պատի ծագերից իրաց կապիկների հետ քո ուղեղն են լցնում ուրիշ բաներով։ Թող ընդունեն հրավերը ու կա։ Դա Նիկոլի համար չի, դա իմ ու քո համար է, որ ես ու դու այս բազարը չունենանք։ Բայց քանի որ ես վստահ եմ, որ ես այսպես եմ նայում, որ տաղեն ասում եմ, ես գալիս եմ, ես իրան արդեն ավելի, քանի որ նրանք փախեն են, ես ով փախնողին չեմ սատարելու։ Ասում եմ, որ սա ավելի ճիշտ է, որովհետև գոնե ասում եմ, ես պատրաստ եմ, եկեք հարության առաջ խոսանք, ոչ էլ ասում, եկեք իջնենք բաղեր խոսանք, կամ իջնենք ձոր գերեզմաններ գնանք խոսանք, չէ, ասում են հարել հերոստատեսում խոսանք, այս բանակցությունների մասին։ Ոնց ա եղել, ով ինչ է ճանաչել, ով ինչ չի ճանաչել։ Բա ինչի չեք ան։ Ու մինչև հիմի չեն գալիս։ Հիմա էլ մտել են, բա մենք գանք իշխանության, չգիտեմ ինչ անենք, իսկ որևիցե մեկը ասել է գալիս եմ Արցախը հետ բերեմ, եթե ասել է ինչ քայլերի հերթականությամբ իհարկե ոչ։ Բայց այն ինչ որ ես 5 տարվա մեջ լցրել են քո ուղեղը, դա այդպես մնալու է ախտեր ջան։ Ցավոք սրտի։ Ես չեք կարծում, որ 44 հրապարակը հնարավորվեց Սյունիքի Միջանցք ուժի գործադրմամբ ստանալու համար։ Ոչ միայն Սյունիքի Միջանցքը, առհասարակ Սյունիքն ու Հայաստանի Հանրապետությունը։ Դրա մասին անգամ դաշնակների 004 շրջաբերականման պարզստակ նշված ցավոք տան։ Այո, սպասիբը Ռասիա գնան, թող գնան ու շնորհակալություն հայտնեն։ Ժորժ ջան, առաջարկում եմ այսքանով եզրափակենք, չնայած մի բան էլ կար, բայց երևի էդի թողնենք վաղվան, մի ասես մի հատ զգուշ բան անեմ ձևիստներին կոչով դիմեմ, իսկ մանրամասն արդեն վաղը գնայինք, ասենց ուրիշ բաներից էլ խոսեցինք զուգահեռ ինչ որ չենք նախատեսել, հա, ուրեմն ձևիստներին ասեմ հետևյալը, մի ապուշ ունեք, ով կրկնում է, ես կարծում եմ դուք մակրո եք փորձում քաղաքականության մեջ մտնել, շատ էլ որ չի ստացվում ինֆանտիլ ձևով է ստացվում կամ դեգրադացիա ձևով, այնուամենայնիվ դուք փորձում եք, բայց ձեր ներկայացուցիչները վատ արտահայտություններ են անում, ինչ որ Նիկոլի բիոզանգված բանսած բաներ են անում։ Ուրեմն ձեր կապիկների գամեկը քաշեք, որովհետև կարող է ձեզ սատարողներին սաղին այնց խլեժեմ տակից դուրս չգան։ Ինչի համար եմ ասում, որովհետև դրանցից որևիցե մեկը մինչև հիմա չի հելել սրանց նմանների նկատողություն անել։ Ի տարբերություն այդ ամենի ես ինքս մշտապես ասել եմ, որ որևիցե մեկին քաղաքացու ով կարող է սատարում այս ինչին կամ այնինչին հանկարծ որևիցե վիրավորանք չասեք, որովհետև մարդը ունի իրավունք։ Կարելի է ասել օրինակ նրանց առաջին քաղաքական այդ մարդկանց հանդեպ, բայց ոչ նրանց հետևորդների, քաղաքացիների։ Ձեր այս լակոտներին գամեկը քաշեք ու փորձեք դաշնակա հանրապետականների բջի թուլլա լեքսիկոնը չկիրառել մինչև ընտրություններ։ Այլապես այնց adekvat պատասխաններ կստանաք, վստահ եղեք, պակաս չի լինի, քիչ չի լինի։ Վստահ եղեք։ Իսկ դրա մասին թե կոնկրետ մանրամասն ինչ նկատի ունեմ, թող մնա վաղը։ Շնորհակալություն ժողովուրդ ջան, լավ եղեք, ես չմտածեք ամեն ինչ շատ լավ է լինելու։ Բարի գիշեր ձեզ։